Ուրեմն Ղուկաս ավետարան 2-րդ գլուխ 8-րդ խոսքից պիտի կարդամ ավետումը Քրիստոսի աշխարհ գալու։ Ասում է եւ այնտեղում հովիվներ կային դաշտում մնացող, որ գիշերը իրենց հոտերը պահում էին։ Եվ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առաջ, եւ Տիրոջ փառքը նրանց շուրջը ծագեց, եւ մեծ վախով վախեցան։ Ու հրեշտակը նրանց ասեց. մի վախենաք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդինը պետք է լինի։ Հետաքրքիր է, որ ավետումը սկսվում է մի վախեցիրով, որովհետև այս աշխարհը բոլոր ժամանակներում ամենամեծ մոնստերներից մեկը, որի հետ կռվել է, դա վախն է։ Վախի հազարավոր տեսակներ կան։ Եվ առաջի բանը, որ հրեշտակն ասում է եւ հավատում եմ, որ այսօր էլ ճիշտ է ու վերաբերվում է մեզնից յուրաքանչյուրին, սա է՝ մի վախեցի։ Կան վախենալու պատճառներ։ Սկզբից ասեցի։ Գուցե տարին մտնում եք հիվանդության վատ լուրով, գուցե տարին մտնում եք պարտքերից չազատված կամ ավելացած պարտքերով, գուցե տարին մտնում եք ընտանեկան կոնֆլիկտներով, գուցե տարին մտնում եք անհասկանալի, անորոշ հարցերով, որի պատասխանները ձեզ տանջում են։ Ինչն էլ որ լինի պատճառը քո վախերի։ Եվ ամեն մարդ վախ ունի, խոսացած կամ չխոսացած։ Տերն ասում է մի վախի։ Գիտեք, երբ որ օրինակի համար երեխան լացում է, ծնողը նրա ձեռքից բռնում է, ճիշտ է, ծնողն ասում է մի վախեցի, բայց շատ ժամանակ ծնողը ճար չունի։ Բայց նա, ով այսօր ասում է մի վախեցի, նա կարողն է, ամենակարողն է եւ կարող է անել այն, ինչ մարդը չի կարող անել։ Ամեն։ Ուրեմն առաջի բանը, որ Տերը ուզում է մեր ուշադրությունը գա, սա է, որ մի վախեցի։ Սկզբից ասեցի, ինչու չվախենամ, որովհետեւ ես մենակ չեմ անցնելու այս ճանապարհը։ Ես տեսնելու եմ նրա բարեխնամ ձեռքը, ես տեսնելու եմ նրա ողորմությունը։ Դրա համար առաջի բանը, որ մենք այս տարի կուզեմ իմանանք ցանկացած վախերին, որոնք նորմալ են ու գալիս են մեր կյանքի մեջ, մենք ոչ թե հպատակվենք, ոչ թե մտնենք այդ վախի տակ, դե գիտեք, վախը մեզ շատ սխալ գործողությունների է տանում։ Սուրբ Գիրքն ասում է, որ մարդու վախը իրան որոգայթի մեջ է գցում։ Շատ մարդիկ վախից հիմար բաներ են անում։ Չէ, վախեցա, դրա համար այս բանն արեցի։ Դեռ չեղած մենք մտածում ենք, ով որ սենց լինի, սենց կլինի ու արդեն իբր թե դրա դեմը առնում ենք, բայց դա հորինվածք էր, վախ էր մեր մտքի մեջ։ Մարդու վախը սխալ քայլերի է տանում։ Դրա համար մենք կարիք ունենք Տիրոջից զորություն եւ այդ խորը գիտակցումը, որ Տերը մեզ հետ է։ Այս Էմանուելի հայտնությունը, Աստված մեզ հետ է, դա բառ չի։ Դա մաղթանք չի, որ ասում ենք, գնացեք Աստված ձեզ հետ, նո, դա իրական բան է։ Աստված ասում է կրակներով անցնես չես վառվի, ջրերով անցնես չես խեղդվի, որովհետև ես քեզ հետ եմ լինելու։ Ամեն, ուրեմն առաջի ավետիսը սա էր, որ չվախենաք։ Եվ ինձ համար շատ զարմանալի եւ ուրախալի էր եւ իմ պատգամը դրա մասին էր, որ ավետիսը կամ Քրիստոսի հայտնությունը ամենասկզբից բոլոր մարդկանց համար էր։ Որովհետև ասում է այս ավետիսը ձեզ եմ տալիս, բայց այն ում համար է բոլոր մարդկանց համար։ Աստծո ավետարանի բարի լուրը հասանելի է ամեն տեսակ մարդկանց։ Այսօր մենք ասում ենք մեր եկեղեցին, մենք գալիս ենք այստեղ, գտնում ենք մերոնց, մեր նման մտածող մարդկանց, մեր հարմար, մեր լեզուն խոսացող, մեր հավատքը ունեցող, ու մի տեսակ հարմարվում ենք մերի այս շրջանակի մեջ։ Բայց այսօր ուզում եմ հիշենք, որ հրեշտակի ավետիսը նաև սա էր, այս ուրախությունը բոլոր մարդկանց համար է։ Ասա բոլոր մարդկանց։ Ամենաչսիրված մարդկանցից մինչև ամենահեռու մարդիկ, որ մենք չենք կարծում, որ կհասնենք, այս ավետիսը բոլոր մարդկանց համար է։ Եվ առաջինը մենք այս հայտնությունը պիտի կրենք ամեն օր, որ ամեն մարդու, որ մենք հանդիպում ենք, Քրիստոսի խաչը նրանց համար է։ Եվ ոչ մի մարդ չափազանց հեռու չէ, որ Աստծո շնորհը չփայլի նրա կյանքի մեջ։ Այստեղ նստած մարդիկ կան, որ անգամ ընտանիքի անդամները երևի մտածել են, սա երբեք չի գա Աստծուն, բայց մարդը նստած է այստեղ։ Բայց Տիրոջ շնորհը դեռ շարունակում է գործել։ Եվ այն հարազատները, մարդիկ, ընկերները, հեռավորները, որոնք քո մտքի մեջ հեռու են,
այսօր ուզում եմ իմանաս եւ դավանես, որ այս բարի լուրը հասնելու է նրանց եւ այս բարի լուրը բոլոր մարդկանց համար է։ Ամեն։ Եվ 8 խումբ եմ առանձնացրել, ում հասավ Քրիստոսի գալստյան բարի լուրը։ Առաջինը հենց հովիվները, շատ զարմանալի է, որ ինչու հովիվներին։ Աստված կարող էր այդ ավետիսը տալ ամենահայտնի մարդկանց, պալատականներին, թագավորներին, բայց առաջի հայտնությունը, հրեշտակը հայտնվում է մի խումբ հովիվների։ Սուրբ Գիրքը լավ հասկանում ենք, երբ որ պատմական բեքգրաունդը հասկանում ենք։ Այսօր կարող ենք մի կողմից նայել ասել, դե հովիվներն էլ բիզնես էր, բիզնեսմեն մարդիկ էին, չէ, հովիվները միշտ անտեսված էին։ Դավիթին հիշում եք, Դավիթի պատմությունը։ Ինչ ա մեզ հուշում։ Մեկն էլ կա այնտեղ դաշտում արածացնում, այսինքն ոչ կարևորները գնում էին դաշտ։ Եվ պատմական ակնարկ կա, որ հովիվների վկայությունը դատարաններում չէր անցնում։ Որովհետև դրանք համարվում էին անկիրթ, բանուգործ չունեցող, աշխարհից բան չիմացող, չէին կարող վկա լինել։ Եվ Աստված հենց նրանց է ուղարկում վկա լինելու։ Ինչ է հուշում սա մեզ սիրելիներ, որ Աստծո սիրո ճառագայթները տարածվում են մարդկային բոլոր խմբերի վրա, ամենաաղքատ, ամենաանկիրթ, չսիրված մարդկանցից հեռու հովիվներին հանկարծ հայտնվում ավետիսը եւ Աստված նրանց կարծես include անում իր պատմության մեջ։ Եվ հովիվները գնում են եւ հայտնում են լուրը։ Երկրորդ բանը, որ պատմության մեջ անցյալ կիրակի խոսեցի, շատ չեմ խոսա, Քրիստոսի ավետումը կամ Աստծո միսիան կատարվում է սովորական, բայց հավատարիմ մարդկանց միջոցով։ Եվ դրանք Հովսեփն ու Մարիամն էին, անցած կիրակի դրա մասին խոսեցի, չէ՞, Հովսեփ նախանցյալը, Հովսեփ վերցրու երեխային ու փախիր։ Հովսեփը ինձ համար բոլոր ժամանակների ամենազարմանալի մարդն է, աներևակայելի մարդ էր։ Բայց նրանք նորից հասարակության մեջ ամենաերևացող երիտասարդները չէին։ Հարստության տեսակետից կամ հայտնիության տեսակետից ոչ իրենց քաղաքն էր մեծ, ոչ էլ իրենք մեծ ունակության տեղ էին, պարզ ու հասարակ մարդիկ էին, բայց Աստծո համար մեծ սիրտ ունեին, առանց հասկանալու, առանց հաշվելու գինը Տիրոջն ասել, բայց թող քո կամքը լինի։ Ինչից գիտենք, որ Մարիամը եւ Հովսեփը մեծ կարողության տեր չէին։ Ղուկաս ավետարան 2:24-ի մեջ ասում է, երբ որ եկան տաճար, ընծայեցին զոհ, ըստ այն բանի, ինչ Աստված Տիրոջ օրենքում ասել էր, 2 տատրակ կամ 2 աղավնու ձակ մատուցեք։ Ղևտացիներից խոսեցինք, քահանայական օրենքի գրքի մեջ Աստված պատվիրել էր, որ երբ որ զոհ բերեն, առողջ ոչխարներ բերեն։ Բայց Աստված այնքան սիրում է մարդկանց, հետո ասում է, եթե ունևոր չլինեն, ոչխարը թանկ լինի իրանց համար, կարող են 2 աղավնի կամ տատրակ բերել։ Հասկացաք։ Հիմա երբ որ ասում է Հիսուսի ծննդյան ժամանակ, երբ որ Մարիամն ու Հովսեփը եկան տաճար ու պետքա զոհ անեին, ոչխար չունեին։ 2 տատրակը համարվում էր այն աղքատները, մի քիչ ցածր կլասի մարդիկ էին տալիս դա։ Եվ այստեղ նորից ցույց է տալիս, որ Աստծո ընտրությունը միշտ չէ, որ կանգնում է ամենահամբավ ունեցող, հարստություն ունեցող, լավ հարուստ բեքգրաունդից եկողների, no։ Աստված կարող է սովորական մի աղջկա, սովորական մի տղայի, որ ոչինչ չունի պարծենալու, հայտնվել, վերցնել ու կարևոր միսիայի մեջ դնել։ Եվ եթե այսօր այստեղ ես ու մտածում ես, որ քո կյանքը ինչ արժեք ունի, ունի, որովհետև Աստված իր որդուն քեզ համար է տվել։ Դու գումարած Հիսուս մեծ արժեք ունեք։ Առանց Հիսուս, այո, մեր կյանքը դատարկ է։ Ամեն։ Բայց Աստված, նայեք, փոքր ժամանակ այն եկեղեցում, որտեղ ես մեծացել եմ, միշտ այսպիսի հավատամք կար, որ Աստված աղքատներին շատ է սիրում։ Եվ գրեթե այնպիսի տպավորություն էր, որ Աստված ինքն էլ աղքատ է։ Այսօր ես դրա դեմ մեծ պայքար ունեմ, որովհետև ես հավատում եմ Աստծո ամենակարողությանը ամեն առումով։ Պատմության մեջ նաև տեսնում ենք մի մարդկանց, մի խումբ մարդկանց, որոնց Սուրբ Գիրքը անվանում է իմաստուն մոգեր, մոգերը եկան երկրպագելու, չէ՞։ Իհարկե ասում ենք 3 մոգեր, բայց Սուրբ Գիրքը չի ասում, որ 3-ն էին։
Այդ չգիտեմ ոնց է եղել։ Կարծեմ նվերների քանակից է ասոցացվել, որ 3-ն են։ Երբ որ եկան նրանք ասեցին երկնքի աստղը տեսանք եւ Մատթեոս 2-րդ գլուխ 1-2-ի մեջ հարցրեցին Հերովդեսին ու ասեցին որտեղ է ծնված հրեաների թագավորը, որովհետեւ տեսանք նրա աստղը արևելքում եւ եկանք նրան երկրպագելու։ Մոգերը հեթանոս գիտնականներ էին։ Անգլերենում ասում է wise men, հայերենում երբ որ ասում եք մոգ մի տեսակ երբեմն կախարդության կամ ինչ-որ սրանք շատ կրթված աստղագետներ էին, որոնք կարողանում էին աստղերի շարժվածքով երկրի վրա եղած բաների մասին պատկերացումներ կազմել։ Եվ նրանց բերած նվերներից մենք հասկանում ենք, որ նրանք աղքատ մարդիկ չէին, անորոշ։ Նախ որ թագավորի տուն կարող էին հեշտությամբ մտնել, թագավորները դենց հեշտ ամեքին իրենց տուն չեն թողա կամ իրենց պալատ։ Բայց նրանք ծայրահեղ կրթված ժամանակի ամենակիրթ մարդիկ էին, որոնք նաև ունեին մեծ ունեցվածք եւ այդ դրանով եկել էին թագավորին երկրպագելու։ Ինչու Աստված նրանց էլ դրել այս պատմության մեջ։ Ինչ Աստված ցույց տալիս մեզ։ Այսօր մեր շուրջը լիքը մարդիկ կան, հայտնի գիտնականներ, խելացի մարդիկ, որ մի տեսակ եկեղեցիները նրանց համար տեղ չունեն, մտածում են, որ սրանք ուրիշ բաներով են զբաղված։ Մոգերը շատ ուրիշ բաներով էին զբաղված, բայց Աստված նրանց սիրում բերեց իր պատմության մեջ։ Սիրելիներ, ոչ մեկը չափազանց հարուստ, կայացած կամ խելացի չէ, որ ասո կարիքը չունենա։ Եկեք 26 թվականին, երբ որ անցնում ենք մարդկանց կողքով կամ ունենք մարդիկ մեր շրջապատում, որ թվում է, որ իրանք շատ ուրիշ են, հասկանանք, որ Աստված նրանց էլ հրավիրում է Քրիստոսի պատմության մեջ մաս ունենալու։ Ամեն։ Հովիվներին, Հովսեփ Մարիամին ու մոգերին Աստված բերում է մի հարկի տակ, մի պատմության, ցույց տալու մեզ, որ Աստված իր ավետիսը ուղարկել է հավատացյալների համար։ Christmas is a Christian celebration. No. Christmas-ը բոլոր մարդկանց համար է։ Անկամ մուսուլմանների, բուդդիստների, անհավատների, հեթանոսների, որովհետև այս ավետիսը բոլոր մարդկանց համար է։ Ամեն։ Չորրորդ տեսակը, չորրորդ հասարակության layer-ը, շերտը, որ այս պատմության մեջ տեսնում ենք, Հերովդեսն ինքն էր, Հերովդես թագավորը ժամանակի ամենավատ, ամենակոռումպացված ու այդ բառը կօգտագործեմ շիզոֆրենիկ թագավորն էր, որ իր ընտանիքի անդամներին սպանում էր իր սեփական երեխեքին, բարեկամներին, որ հանկարծ իր տեղը չգան թագավորելու։ Բայց կթվա, որ չէ Հերովդեսին Աստված միշտ Հերովդեսը վատ կերպար է։ Այո, բայց մոգերը նրան ինչ են պատմում ծնված թագավորի մասին։ Քաղաքական ամենափչացած, քաղաքական ամենավատ խավի մեջ եղող մարդիկ անգամ կարիք ունեն լսելու ավետարանի բարի լուրը։ Եվ մեզ համար, որպես եկեղեցի, շատ կարևոր է, որ մենք մեր աչքերը բարձրացնենք։ Հիսուսն ասում էր, դուք ասում եք հունցքին շատ ժամանակ կա, բայց բարձրացրեք ձեր գլուխները, տեսեք, որ հունցքը հասել Աստված, փրկության ձեռքը մեկնել է աղքատներին, անտեսվածներին, հասարակության ամենահետին խավին, միջին խավին, որ սովորական իրանց համար ապրող ընտանիքներ են, ամենախելացի ու ամենահարուստ մարդկանց եւ անգամ կառավարության մեջ։ Աստված այս բոլոր լեյերները կանչում է իր պատմության մեջ։ Դրա համար ամեն մեկին, որ հայտնվեց հրահանգը սա էր, գնացեք պատմեք։ Ամեն։ Հուսով եմ սա օգնում է մեզ հասկանալ, որ Քրիսմասի պատմությունը, Հիսուսի հայտնությունը, Աստծո որդու աշխարհ գալը հավատացյալների թեմա չի, սա բոլոր մարդկանց թեմա է։ Բոլոր մարդկանց եւ հենց բարի բուն իմաստով բոլոր մարդկանց, ամենամեծ մեղավորներից Աստված իր սերը տարածել է բոլորի վրա։ Ինձ ու քեզ պատվիրված է այդ սերը փոխանցել այս աշխարհին, բարի լուրը տարածել այս աշխարհին։ Եվ անկախ նրանից քո շրջապատի մարդիկ կամ օրվա մեջ քեզ հայտնված մարդիկ հովիվների կատեգորիան են, Մարիամի ու Հովսեփի կատեգորիան են, թե մոգերի կատեգորիան են, թե Հերովդեսի կատեգորիան են, բարի լուրը բոլոր մարդկանց համար է։ Եվ մեզ պատվիրված է ինչ՝ մի վախեցի, չվախենաս, եղի Քրիստոսի լույսը, եղի Քրիստոսի ձայնը։ Եվ հավատացնում եմ ձեզ, եթե մենք կանգնենք մեր քրիստոնեական արժեքների ու հավատքի վրա,
մենք պտուղ ենք տեսնելու։ Բոլոր այդ մարդիկ մեր նման մարդիկ են։ Կապ չունի, որ կյանքը նրանց շնորհել է ցածր կամ բարձր կլաս կամ մակարդակ։ Մենք Քրիստոսի ավետաբերներն ենք եւ կարող ենք ինչ որ ձև կիսվել Քրիստոսի բարի լուր այդ մարդկանց հետ։ Եվ իմ մաղթանքն է, որ 26 թվականին մենք ոչ մի կոմպլեքս չունենանք։ Մենք երբեք հանկարծ չմտածենք, որ լավ են, իրանք դժվար հետաքրքրվեն։ Առանց Քրիստոսի կյանքը խավար է։ Առանց Քրիստոսի մարդիկ հույս չունեն։ Առանց Քրիստոսի բոլոր մարդիկ կորած են։ Ամեն։ Նա եկավ, որպեսի փնտրի եւ փրկի ում բոլոր կորածներին։ Եվ ես սրտանց աղոթում եմ, շատ եմ աղոթում։ Եվ ուզում եմ Աստված ինձ օգտագործի, մեզ օգտագործի, հասնելու բոլոր այդ 4 կատեգորիաներին, ինչ որ ձև ինքը որ կուզի։ Բայց որտեղ էլ կաս, հիշի, որ դու Տիրոջ վկան ես, այնինչ ճաշակել ես, պիտի փոխանցես ուրիշներին։ Ամեն։ Նայր ինչ որ մեկին ասա, դու բարի լուր տանող ես։ Տար բարի լուրը բոլոր նրանց, ովքեր խավարի մեջ նստած են, որովհետև ասում է խավարում նստածները մեծ լույս տեսան։ Այդ լույսը մեծանում է, երբ ամեն մեկս մասնակից ենք։ Ամեն։ Եկեք կանգնենք ոտքի սիրելիներ, եւ Տիրոջը փառք տանք, որ Տերը մեր կողքով չի անցել։ Նա մեզ էլ հայտնել է իր բարի լուրը, նա մեզ էլ տվել է առավելություն ու արտոնություն ծառայելու իրեն։